Բարև Էլինան եմ, դու գտնվում ես իմ ալիքում, մինչև վիդեոին անցնելը մտի հետևի իմ Instagram-ի էջին, անունը Էլին Մարտիրոսյանն է։ Այսօր իրար հետ բացելու ենք պատվերներ արտասահմանից, լիքը մեյքափի ու խնամքի միջոցներ ու հուսով եմ, որ հետաքրքիր է լինելու, նենց որ գնացինք։ Առաջինը կսկսենք սրանից, իդեպ նշեմ, որ տարբեր ժամանակներում նկարված վիդեոները դրա համար կարող է կադրերը տարբեր տեղերում լինեն։ Ես ասում եմ, որովհետև վստահ եմ, որ նկատելու եք ու կոմենտներում այդ հարցը տալու եք դրա համար։ Իդեպ էս շատ դժվար էր փաթեթավորված ու շատ դժվար կարողացանք բացել, բայց կարևորը կարողացանք։ Սա ուրեմն դեմքի ֆիքսատոր է, մեյքափի ֆիքսատոր է, ես ճիշտն ասած երբեք չեմ օգտագործել ու չգիտեմ կօգտագործեմ թե չէ, բայց ամենայն դեպս հետաքրքիր էր, չգիտեմ ինքը ինչքանով է լավ մաշկի համար, բայց ամենայն դեպս այս ֆիրմայինն եմ պատվիրել ու հոտը վատը չէր, ինքը մի քիչ ոնց որ միցիլյար լիներ, բայց չգիտեմ իրա գործառույթը որն է, ինչքանով է պահում, որովհետև այդքան էլ մեյքափի պրոդուկտներից ու մեյքափից գլուխ չեմ հանում, բայց ամենայն դեպս որոշեցի փորձեմ, չգիտեմ, ամենայն դեպս թող լինի։ Հաջորդը եկեք բացենք սա, որը որ բացել է այդքան էլ դժվար չէր, բայց ինքը բավականին մեծ է ոնց տեսնում եք ու հիմա իրար հետ կտեսնենք սա որն է։ Սա կիստիչկաներ են ու դու իրա տուփով ու այդ շատ հարմար է, որովհետև դու դնում ես ուղղակի իրա տուփի մեջ ու որը երբ քեզ պետք է այդ օգտագործում ես, իդեպ այս պրինտը ես շատ եմ սիրում, մանավանդ տներում երբ օգտագործում են ու դրա համար ես ինձ շատ դուր եկավ ու ամենաշատերը պրինտի համար եմ օգտագործել, բայց որակապես այդքան էլ ոնց որ չէր փայլում, չնայած որ ես ավելի վատ էի պատկերացնում, եթե հին վիդեոները նայել եք, ես ունեմ Soda Makeup-ի ու Sephora-ի կիստիչկաներ, որոնք էլի օգտագործում եմ, բայց սրանց պրինտը քանի որ դուրս եկավ ու իրա ձևը շատ հարմար էր իրա տուփով, որ կարող ես փակես, չգիտեմ, դրա համար ամեն դեպքում ինձ գրավեց, նրանք քանի որ այդքան արդեն մի քիչ փչացել են, սրանք պատվիրեցի, կիստիչկաներն էլ բավականին փափուկ էին ու պատկերացրած որակից նույնիսկ ավելի լավ էր։ Ու իրան սենց փակում ես, այդ առումով ինքը հարմար է, եթե ինչ-որ տեղ գնալու կլինենք, չգիտեմ, ինքը այդ առումով շատ հարմար էր։ Ու հիմա կբացենք սա ոնց տեսնում եք ինչ-որ փոքր բան է, որը որ հեշտ կարողացանք բացել, սա դեմքի տոնիկ է, որը որ էլի ճիշտ ասած չգիտեմ ինչի համար են օգտագործում ու դրա համար բացել եմ, կարդացել եմ, բայց ինքը ոնց որ ինձ այդքան էլ դուր չեկավ, չգոհացրեց, որովհետև չգիտեմ, ես ուրիշ ձև էի ավելի պատկերացնում, իրա նախ ձևը ավելի ուրիշ էր ու հետո չգիտեմ, իրան օգտագործելը ոնց որ ուրիշ ձև էր գրած, ես ուրիշ ձև եմ անում, բայց չգիտեմ, առհասարակ ինձ սա պետք է թե ավելի շատ երևի մեծահասակների ինչ-որ տարիքային բան է, բայց ամենայն դեպս, չգիտեմ, պատվիրեցի, ինձ թվում է ժամանակ կարելի է օգտագործել։ Սրան երևի թե ամենաշատն եմ սպասել, ինչքան էր որ չգիտեմ ինչքան կօգտագործեմ կամ կօգտագործեմ հաճախակի թե չէ, որովհետև գիտեմ որ ոնց որ թե ծերացնում է դեմքը ու ոնց հասկացաք սա պուդրա է։ Ես երբեք չեմ օգտագործել հենց պրոդուկտներ, նախ այդ նշեմ, սրանք առաջին անգամն է ու զուտ հետաքրքրության համար պատվիրել եմ, բայց ինքը շատ հետաքրքիր է, այստեղ իրա տեսնում եք իրա չգիտեմ, սպունգը երևի, որը որ շատ հարմար էր, փոքր էր, բայց իր ձևը մի քիչ սենց ուրիշ ձև է ու այստեղ ճիշտ ասած սկզբում չհասկացա թե ոնց, ես մտածում եմ իրան պետքա բացել, բայց հետո որոշեցի, որ կարելի է ուղղակի մկրատով ծակել այդ իր
կլոր հատվածները ու այդտեղից երևի թե ինքը կգա, չգիտեմ, եթե գիտեք ճիշտ ձևը գրեք, որովհետև ամեն դեպքում կարելի է ճիշտ ձևով անել, բայց ասենց էլ վատ չէր։ Ու ինքը արդեն սենց մեջից գալիս է, երևի իրոն սենց վերցնում եք, չգիտեմ, այդքան էլ ոնց տեսնում եք, ես տեղյակ չեմ մեյքափի պրոդուկտներից, բայց համենայն դեպս ոնց որ ինչ-որ բան կարողացանք ստանալ։ Սա շատ հետաքրքիր էր, չնայած որ ես լրիվ ուրիշ բան էի սպասում, որ իր, չգիտեմ, ինքը պետքա լինի կաթեցվող ինչ-որ բան, բայց ինքը լրիվ ուրիշ բան էր եկել, բայց ամեն դեպքում հետաքրքիր էր, ինքը շատ սենց փափ կացրեց մաշկը, սա պրայմեր է, իդեպ, ու իրանք ավելի շատ խնամքի միջոցներ են, որոնք որ մեյքափից առաջ խնամ ես, բայց կարող ես նաև առանց մեյքափի, ու սա ինձ շատ դուր եկավ, իրան ինձ թվում է ավելի հաճախակի կօգտագործեմ։ Սա Ֆպիտայի ֆիրմայի խոնավեցնող դեմքի կրեմը, որը ուղղակի կարելի է որպես կրեմ օգտագործել, ոչ միայն դեմքի, որովհետև ես կարդացել եմ իր մեջ բավականին օգտակար բաներ կար, իհարկե սա էլ գովազդ չի, բայց ինձ անձամբ ինքը իմ մաշկի համար շատ լավն էր ու միանգամից խոնավեցնում էր, իր հոտը բավականին լավն էր, իր ձևը շատ լավն էր, հետաքրքիր տեսք ուներ ու երևի այսօրվա եղած մի հատ պրոդուկտն է, որ ես վստահ եմ, որ նորից կպատվիրեմ, ես ճիշտ է կրեմն է շատ չեմ օգտագործել, տեսեք իր փափկությունը կարող եք տեսնել, բայց ամենայն դեպս սա ինձ գոհացրեց ու երևի թե կոլագենից էլ ավելի գոհ եմ, չգիտեմ, եթե փորձել եք գրեք կոմենտներում։ Թե ինչ այսօրվա համար պատրաստել էի այսքանը, ուսում հավանեցիք, չմոռանաք վիդեոն պահել ձեր լայքերով, բաժանորդագրություններով, հետևեք իմ Instagram-ի էջին, անունը Էլին Մարտիրոսյանն է, իսկ մենք հանդիպենք շատ շուտով, պակա։